Բարև ձեզ, կրկին էկոնոմիկսն է, այսօր խոսելու ենք դրամավարկային քաղաքականության մասին։ Այս քաղաքականությունը կարևոր նշանակություն ունի ցանկացած երկրի համար, քանի որ այն կառավարում է երկրի դրամային, վարկային, բանկային, ֆինանսական ամբողջ համակարգը։ Եվ այս քաղաքականության ազդեցության տակ է գտնվում ոչ միայն ֆինանսական հատվածը, այլ նաև իրական հատվածը։ Հետևաբար մենք պետք է հասկանանք այս քաղաքականությունը ինչպես է մշակվում և ինչ հետևանքներ է թողնում մեր տնտեսության վրա։ Այս թեմայով խոսելու ենք Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն պարոն Ավետիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Ավետիսյան, Կենտրոնական բանկը իր դրամավարկային քաղաքականությունը մշակելիս ինչ գործոններ է հաշվի առնում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դաշտով, և ինչպես է թիրախը որոշում։ Շնորհակալություն։ Դրամավարկային քաղաքականություն, սկսենք թիրախից, որովհետև իրականում դա այն ուղղորդիչ ցուցանիշն է, որին հետևում է Կենտրոնական բանկը իր դրամավարկային քաղաքականության, իր բոլոր քաղաքականությունը մշակելիս։ Թիրախի հետ կապված հիմնական բանը գիտենք, որ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունությունն է։ Եվ մեր մոտ հարց է առաջանում ինչպես սահմանել գների կայունությունը, եւ բառը ինքնին ասում է, որ գների կայունություն դա նշանակում է գները չեն փոխվել, գները կայուն են մնալու, չեն փոխվում։ Այդ իմաստով բնականաբար տեսական գրականությունը եւ շատ հետազոտություններ վերջին շրջանի հատկապես հետազոտություններ փաստում են տարբեր երկրների կոնտեքստում, որ բնականաբար գների կայունությունը դա համարժեք է 0% կարելի ասել գնաճի։ Բայց նաեւ երկրների փորձը եւ նաեւ այն բոլոր խնդիրները կառուցվածքային, այդ նաեւ վիճակագրական խնդիրներ եւ այլն, որոնք տարբեր երկրներում տարբեր ձև են դրսևորվում, տարբեր չափերով են դրսևորվում, նաեւ վերլուծությունները փաստում են, որ իրականում այդ 0-ն իրական կյանքում, գործնականում դա որոշակի դրական գնաճի ցուցանիշի մասն է խոսքը, եւ ելնելով այդ վերլուծություններից սահմանվում են այդ ցուցանիշները։ Զարգացած երկրներում դրանք մոտավորապես 2%-ի շրջանակներում են մեծամասնությամբ, այսինքն 2% գնաճը դա համարվում է գների կայունությանը համարժեք, համադրելի ցուցանիշ։ Զարգացող երկրներում դրանք մի փոքր ավելի բարձր են լինում սովորաբար, եւ ինչպես գիտեք, արդեն 2025 թվականից Կենտրոնական բանկի համար ազգային ժողովը նաեւ բյուջեի մասին օրենքով արդեն սահմանեց թիրախը 3%, նախկինում 2006 թվականից մինչև 2024-ը դա սահմանված էր 4% ցուցանիշներով։ Մեր վերլուծությունները եւ այլն, որը նաեւ հրապարակված է Կենտրոնական բանկի կայքում, ամփոփում են այդ ամբողջ վերլուծությունները, որը ցույց են տալիս 3%, պարոն Ավետիսյան։ Նայեք, ես նշեցի մի քանի կոմպոնենտներ կան, որոնք որ որոշում են այդ գների կայունության համադրելի այդ դրական թիվը, եւ հիմնական դրա մեծ կոմպոնենտներից մեկը դա վիճակագրական շեղում կոչված երևույթն է, այսինքն երբ մենք մտնում ենք խանութ, առնում ենք որոշակի խումբ ապրանքներ եւ դուրս ենք գալիս եւ ասում ենք արդյոք մենք ընկալեցինք, որ գնաճ կար, եթե ասում ենք ոչ, ուրեմն ըստ էության գործում ենք գների կայունության հետ։ Բայց մեզնից հետո արդեն մտնում է վիճակագիրը, որը որ վիճակագրական կոմիտեի աշխատակից է, փորձում է հստակ չափել այդ թվերը։ Եվ երբ որ չափում է, տեսնում է, որ այնտեղ կա պայմանական 3% գնաճ է տեղի ունեցել։ Այսինքն մի գնաճի թիվ, որը մենք որպես հասարակություն մեր սպառման մեջ չենք զգում, բայց վիճակագրորեն դա գրանցվում է, եւ սովորաբար դա դրական թիվ է լինում, ինչու որովհետեւ մենք փոխարինում ենք ապրանքները։ Եթե տեսնում ենք մի ապրանքը ենթագիտակցորեն, տեսնում ենք մի ապրանքի գինը որոշակի թանկացել է, փոխարինում ենք այլ ապրանքով, մեր համար ստացվում է, որ ոչինչ չի փոխվել, մեր եկամուտների գնողունակությունը չի փոխվել, այսինքն գները կայուն են, բայց փաստացի վիճակագրորեն այդ ապրանքի գինը վիճակագիրը արձանագրում է 400 այսօր 425-26 ապրանքներ, որոնք հաշվարկելիս արդեն ստացվում է, որ կա։ Եվ հետեւաբար, այսինքն գների կայունությանը համադրելի ցուցանիշը մոտավորապես նաև վիճակագրական սխալի կողմից մեր մոտ նաև 3 տարբեր այլ տեսական կառուցվածքային խնդիրների ուսումնասիրություն են արվել, որոնց արդյունքում կարելի ասել, որ այդ 3%-ը այս պահի դրությամբ շատ ավելի ճիշտ է արտացոլում գների կայունությունը Հայաստանի Հանրապետության համար։ Սա ինչպես սահմանվեց, ինչպես է սահմանում թիրախի հետ կապված մի այսպես հարց է։ Եթե այսպես ուսումնասիրում ենք միջազգային փորձը, նույն օրինակ եվրոպական երկրներ, ԱՄՆ-ն, Ռուսաստանում, այս թիրախը իրենք բարձրացրել են նույնիսկ, վերջի տարիների ընթացքում, հաշվառնելով իրենց բարձր գնաճի տեմպերը, որ իրանք ունեն։
ինչու մենք իջեցնում ենք, նրանք բարձրացնում են։ Սա արդյոք այսպես որոշակի ճեղք չի առաջացնի դրամավարկային քաղաքականությունը։ Իրականում խոսակցություններ եղել են 2008 թվականից զարգացած երկրներում բարձրացնելու մասին, բայց փաստացի կյանքում իրականում չեն փոփոխել, մնացել են 2%։ Հիմնական խնդիրը իրականում որ նայենք մեր եւ նրանց կարելի ասել դժբախտությունները տարբեր կողմերում են։ Իրենց խնդիրը ավելի շատ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո զարգացած երկրները ավելի շատ վախենում էին, որպեսզի հանկարծ չհայտնվեն Ճապոնիայի նման օրինակում, երբ որ տնտեսությունում պահանջարկը անընդհատ հետաձգվում էր եւ անընդհատ տնտեսությունը ասենց ներդրումները հետաձգվում են, պահանջարկը հետաձգվում էր, գնանկումային միջավայրի մեջ էին անընդհատ գտնվում, այսպես գնանկումային ծուղակից էին վախենում։ Հետևաբար տարբեր հետազոտողներ ասում են, որ դրանից դուրս գալու ճանապարհը նա է, որ գնաճի նպատակը բարձրացնենք, հասարակության մոտ սպասումները գնաճային ստեղծենք, գնաճային սպասումներ, դրա արդյունքում մարդիկ երբ որ կմտածեն, որ այ տեսեք բարձր գնաճ է լինելու ապագայում, կսկսեն շատ սպառել այսօր եւ մենք ծուղակից դուրս կգանք։ Մեր դեպքում մենք հայկական իրականությունում մի փոքր հակառակ բան ունենք, հա, մեր մոտ գրեթե չէ, հա, մենք խնդիր ունենք ավելի շատ, զարգացող երկրների ֆենոմեն է, ավելի շատ մենք վախենում ենք, կարելի ասել, ճակերտավոր գնաճային երևույթներից, այսինքն որ ավելի շատ հակառակ ավելի շատ պահանջարկ կլինի եւ մենք ուզում ենք, որ հակառակը հասարակությունը մի փոքր ավելի երկար մտածի, խնայողություններ անի, ներդրումներ անի, այդ իմաստով մեր դժբախտությունը ճակերտավոր ասած մի փոքր այլ է եւ դրա համար մեր դեպքում գների կայունության համադրելի ցուցանիշը իրականում տարիների ընթացքում պարբերաբար ինքը նաեւ նվազելու է, որովհետեւ կառուցվածքային փոփոխությունը գնում է դեպի նրան, որ մենք գների համադրելի ցուցանիշը շատ ավելի վիճակագրական շեղումներն են փոխվում, փոքրանում բնականաբար եւ այլն, եւ մենք ավելի մոտենում ենք, կարելի ասել, նաեւ զարգացած երկրների 2%-ին եւ հետագայում նաեւ հնարավոր են ասեմ, նայեք, տեսական գործնականում հնարավոր է, որ դա հենց լինի 0-ն, հա, որտեղ տեսականորեն 0-ն ճիշտն է։ Այդ գործնականում դա կարող լինի 0 այն ժամանակ, երբ որ օրինակ մենք կարողանանք վիճակագրորեն շատ հստակ ամեն վայրկյանի դրությամբ կարելի ասել, նաև մեր ամեն զամբյուղի փոփոխությունները հաշվի առնելով չափել հենց գնաճի ցուցանիշ։ Եթե դա լինի, ոչ մի այլ կարծես խնդիր չի լինի, որ մենք ուղղակի սահմանենք 0 եւ շարժ։ Սահմանեցինք մեր թիրախը։ Հիմա թիրախի վրա ազդող ինչ գործոններ կան, ներքին եւ արտաքին, որ կարող եք դուք կարգավորել կամ ուղղակի դիտել կողքից։ Նայեք, երբ որ սահմանում ենք թիրախ, դա ինչպես է նաև բյուջեի մասին օրենքով եւ հենց բուն տրամաբանությունը թիրախի սահմանման, որ դա ինչ է, դա ուղղորդիչ է կենտրոնական բանկի համար, հետեւյալ տրամաբանությամբ առաջիկա իր դրամավարկային քաղաքականության որոշումները կայացնելիս կշարժվել այն տրամաբանությամբ, որ ցանկացած կետում որտեղ էլ կլինի գնաճը վերևում թե ներքևում 3 տարվա հորիզոնում գնաճը մոտեցնել այդ ցուցանիշին։ Սա է տրամաբանությունը, այսինքն մենք հաճախ ասում ենք խարիսխ, հա, այսինքն դա մենք խարիսխն է, որը հասարակության համար մենք տվել ենք եւ ասում ենք հարգելի հասարակություն, ինչ էլ տեղի ունենա, մենք կհայտնվենք վատ գնաճային միջավայրում, թե ցածր գնաճային միջավայրում եւ այլն, մեր նպատակը միշտ լինելու է 3 տարվա հորիզոնում դա բերել 3-ի, հավատացեք, որ դա միշտ կանենք։ Եվ եթե հետ ենք նայում պատմության մեջ, հա, 2006 թվականից մինչև 24 թվականը մեր գնաճի թիրախը եղել է 4, եթե նայենք միջինում, բնականաբար շոկեր են եղել եւ վերևում եւ ներքևում, միջինում ցուցանիշը եղել է 3.9։ Այսինքն ըստ էության կարող արձանագրենք, որ դրամավարկային քաղաքականությունը խնդիրը լուծել է ընթացքում։ Եվ հիմա դա նաև մեզ այն դրական նաև գործոններից մեկն էր, որ մեզ ասես, որ այլ կարելի է մենք արդեն նաև մի փոքր ավելի բան, ավելի գների կայունության շատ ավելի մոտ եւ ճիշտ ցուցանիշ կարելի ասել նպատակա դրել։ Հիմա թե ինչպես է վերլուծությունները արվում, բնականաբար ցանկացած պահին մենք տնտեսությունը գտնվում է ինչ-որ մի դիրքում գնաճային ինչ-որ ֆոն կա, ընդհանրենք արտաքին հատվածից կա եկող բաներ, միջազգային ապրանքային շուկային շուկաներից, պարենի, վառելիքի շուկաներից, մեր գործընկերների Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Եվրոպայում պահանջարկի ինչ-որ ֆոն կա, դրական կամ բացասական եւ այլն։ Այսինքն ցանկացած պահին վերլուծվում է այդ պահին մեր գնաճը ձևավորող հիմնական գործոնները որոնք են։
արտաքին հատվածից եւ ներքին տեսությունը։ Բնականաբար ներքին տեսությունը շատ ավելի խորությամբ պահանջարկի միջավայրը ինչպիսին է, տնտեսական աճի ինչ տիպի խթաններ կան, հարկաբյուջետային քաղաքականություն ինչպիսի քաղաքականություն է վարում, բանկերի վարկագծերը ինչպես են, այսինքն վարկային պայմանները ինչպես են փոխում, տոկոսադրույքները փոխում են, չեն փոխում, վարկավորման ագրեսիվ քաղաքականությունը թե ավելի թույլ։ Այսինքն այս ամբողջը վերլուծվում է եւ փորձում է դիագնոստիկա ենթարկել այսօրվա գնաճի միջավայրը եւ դրանից հետո փորձում ենք հասկանալ այդ գնաճային միջավայրը ուր կարող է շարժվել։ Ու այս ամբողջ վերլուծությունների ընթացքում մենք 24 թվականում նաև փոխեցինք մեր մոտեցումը այդ վերլուծություններին։ Նախկինում դրան փորձում ենք դրանից հետո կանխատեսել թե ուր կգնա եւ դրանից ածանցել մեր քաղաքականությունը։ Հիմա իրականում վերջի շրջանում իրավիճակ կա ամբողջ աշխարհում, որ մենք անորոշությունների շատ մեծ տիրույթում ենք ապրում եւ այդ անորոշությունները վերաբերվում են ոչ միայն նրան թե ուր կգնա հավանական սցենարը, որտեղ հազարավոր սցենարներ կան, այլ նաեւ նույնիսկ հենց այսօրվա իրավիճակին, այսինքն այդ վերլուծության մեջ շատ կոմպոնենտներ կան, որ տվյալները երբ որ նայում ենք, այո, սա էլ կարող է լինել, բայց ուրիշ բան էլ կարող է լինել, նաև մեկնաբանությունների անորոշություններ եւ այլն։ Ցավոք այսօրվա միջավայրը մի փոքր ավելի է։ Դրա համար մենք 22 թվականից նախաձեռնել ենք այդ փոփոխությունը, 24 թվականին նոր համակարգը դրեցինք։ Հիմա ինչպես ենք վերլուծում, այսինքն այս ամեն ինչի վերլուծությունը եւ նաև ապագայի հնարավոր սցենարները, բոլոր հնարավոր սցենարները դիտարկում ենք։ Բնականաբար տեղանտիվ սցենարներ են հնարավոր, ինչպես կարելի է դրանից զիտել Քանի գործոն եք նայում մոտավորապես։ Շատ անտիվ, ես նույնիսկ մի ժամանակ կատակով ասում եմ, մենք մոտապես 7000 տարբեր սլայդեր, նշանակում է 7000 տարբեր հատվածներ, ոլորտներ, երևույթներ նայում ենք, բայց վերջում իրականում այն, որը գնում է էական է դառնում որոշումների կայացման համար եւ այլն, դրանք կարան դառնան, չգիտեմ, 20-ից 40 եւ այլն։ Հիմա օրինակ մեր վերջին դրամավարկային ծրագրում, երբ որ մենք սցենարները ամփոփում ենք, հնարավոր սցենարները, միայն այդ հնարավոր սցենարները երևի թե մոտ 15-20 հնարավոր սցենարներ մենք քննարկում ենք։ Այսինքն այն սցենարները, որոնք որ այդ անվերջությունից ստեյության ֆիլտրվում են, զտվում են եւ դրվում են սեղանին խորհրդի, որոնք որ որոշումների կայացման համար հիմք են դառնում, դրանք մենք նաեւ ամփոփում ենք այդ բոլոր սցենարները եւ հրապարակում ենք մեր դրամարկային քաղաքականության զեկույցներում։ Դրանք մոտապես նկարագրում են այդ միջավայրը, թե ինչ անորոշություններ կան եւ ուր կարող ենք մենք գնալ։ Երբ որ ներողություն, երբ որ մենք հասկանում ենք թե ուր կարող ենք գնալ, այդտեղ արդեն որոշումների կայացումը դառնում է խորհրդի դաշտում, թե իրենք որ սցենարներից են ավելի շատ մտահոգվում, հա, որովհետև վերջո որոշումը դրամավարկային քաղաքականություն կայացնում է կենտրոնական բանկի խորհուրդը, եւ խորհուրդը քննարկում է, մենք նաեւ հրապարակում ենք խորհրդի առանձին անդամների իրենց որոշման հիմնավորումները, իրենք ունեն որոշում, թե ինչու են իրենք կայացրել, հատուկ այդ բոլորը ամեն մեր որոշումների տարեկմուտ անգամ, թե դուք նայեք բոլոր խորհրդի անդամների առանձին որոշումները եւս հրապարակվում են։ Շատ լավ։ Պարոն Ավետիսյան, դրամավարկային քաղաքականություն եւ հարկաբյուջետային քաղաքականություն այսպես զուգահեռ են լինում եւ շատ հաճախ նաեւ խաչվում են։ Օրինակ անցած տարի, երբ որ եկամուտների հավաքագրման խնդրի հետ էինք առնչվում եւ առնչվեցինք, մասնավորապես մոտ 220 միլիարդ դրամ քիչ հավաքվեց, կառավարությունից այսպես լակները ուղղում էին կենտրոնական բանկ, որ տեսեք դրամավարկային քաղաքականությունը նախանշած իր 4%-ը չկարողացավ ապահովել, ընդհանրապես ամբողջ 3% եղավ եւ դրա պատճառով մենք չենք կարողանում մեր նախանշած հարկերը հավաքագրել, քանի որ որքան ցածր է գնաճ, այնքան օրինակ ավելացված արժեքի հարկից մուտքերը ավելի քիչ են։ Ինչպես եք դուք այսպես ներդաշնակեցնում հարկաբյուջետային դրամավարկային քաղաքականությունը եւ արդյոք դուք ձեր մասով որոշակի պատասխանատվություն չունեք, հա, այս process-ում։ Բնականաբար մենք ոչ միայն կառավարության, այլ նաև իրականում կենտրոնական բանկը դրամարկային քաղաքականության տեսանկյունից ամբողջ հասարակության առջև է պատասխանատու այ նախանշած 3 տարվա հորիզոնում գնաճը նպատակային ցուցանիշին մոտեցնելու ուղղությամբ։ Եվ մեր բոլոր այդ սցենարային քննարկումները հենց ուղղված են դրան, որ մենք բոլոր կառավարենք այն բոլոր հնարավոր ռիսկերը, որ հանկարծ կարող են մեզ շեղել այդ 3 տարվա հորիզոնում այդ նպատակը իրագործելուց։ Բայց
սա հետևողական կերպով իրականացվում է։ Խնդիրը այլ տեղում է, նաև որ ցանկացած պահի դրությամբ բնականաբար մենք ամեն օր արտանում ենք եւ նոր շոկի եւ նոր երևույթի առաջ ենք կանգնում եւ այդ նոր շոկը երբ որ գալիս է, բնականաբար դա շարժում է ցուցանիշը։ Նույն հաջողությամբ 2022-ին 23-ին էլ գնաճը բարձր էր եւ այդ իմաստով էլ կառավարությունը հարկային լրացուցիչ մուտքեր էր ունենում հենց այդ բարձր գնաճը։ Այսինքն սա քաղաքականության հետևողականության հետ կարելի ասել կապ չունի, բայց սա մի բան է, որը որ շոկեր է, որը որ եւ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություն մշակողները գիտակցում են եւ ներառում են իրանց ռիսկերի, կառավարման իրանց գործիքներում։ Նույն կառավարությունը իր բյուջեի նախագծում առանձնացնում է այդ պաուստային ֆոնդ, որը հենց նմանատիպ ռիսկերի կառավարման համար է, որ մակրոտեսական շոկերով կարող են վերևում գտնվեն, ներքևում գտնվեն ոչ միայն գնաճը, նաև տնտեսական աճը իրենց դեպքում եւ մնացած կոմպոնենտները, դրա համար որոշակի բուֆեր պահում են սովորաբար, որպեսզի այդ ռիսկերը կառավարեն։ Բայց կոորդինացիան արդեն այլ հարթությունում է, արդեն քաղաքականությունների հարթությունում է։ Այդտեղ մենք բավականին եւ էքսպերտային մակարդակում եւ նաեւ կարող եմ ասել խորհրդի եւ անդամների մակարդակում բավականին աշխատանքներ զուգահեռ անում ենք եւ կառավարության ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ, տարբեր, օրինակ նույն իրանք մեր դրամավարկային քաղաքականության հանդիպումներին, նիստերին, խորհրդի նիստերին կառավարության ներկայացուցիչը մասնակցում է, դա ճանապարհներից մեկն է, բայց էքսպերտային մակարդակում դա կարելի ասել ամենօրյա կտրվածքով, եթե առաջանում են տարբերություններ տնտեսության մեկնաբանության վերաբերել եւ այլն, մենք քննարկում ենք եւ փորձում ենք հասկանալ, իսկ բուն գործընթացում ինչպես է տեղի ունենում, կառավարությունն ունի որոշակի բյուջետային նախագծեր, ծրագրեր իրականացնում է, գնահատում է դրա ազդեցությունը հենց իրենք էլ են գնահատում տնտեսության վրա։ Մենք դա որոշում ենք որպես տրված կենտրոնական բանկի մեր քաղաքականության համար։ Նույն կերպ կարելի ասել հակառակը իրենք են անում, իրենք բյուջետային իրենց ծրագրերը մշակելուց նայում են մենք դրամավարկային քաղաքականության մեր ապագա այդ 3 տարվա հորիզոնում ինչ ենք կանխատեսում կամ ինչ տիպի սցենարներ ունենք գնաճի վարկագծի, դա որոշում են որպես տրված իրենց հիմքում։ Սա նորմալ կատարվում է եւ հենց այդ գնաճի ցուցանիշը, որը բյուջեում դրվում են կանխատեսվող եւ միջնաժամկետ ծախսերի ծրագրում, դա ամբողջությամբ այլ ասել ճակերտավոր համաձայնեցվում է կենտրոնական բանկի հետ, ըստ էության վերցում է մեր հիմնական սցենարներից։ Բայց բնականաբար շոկեր միշտ լինում են, արդեն խոսեցինք վերևի ուղղությամբ, ներքևի ուղղությամբ, որտեղ կարող են այդ ռիսկերը լինել եւ մեր համար են դրանք սցենարային ռիսկեր եւ իրենց համար բնականաբար ցելը։ Այդպիսի շոկերի կարգավորման համար կենտրոնական բանկը մի շարք գործիքներ ունի, որոնցից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է։ Օրինակ անցած տարվա ընթացքում հաշվի առնելով որ ցածր գնաճ ունենք, կենտրոնական բանկը մի քանի անգամ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց դրա ազդեցությունը այսպես գնաճի ընդհանուր տարեկան ցուցանիշի վրա այդքան էլ այսպես երևացող չէ։ Ինչպես դա կարող եք բացատրել եւ առհասարակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ինչպես է ազդում մեր բանկային համակարգի իրական տոկոսադրույքների վրա, որովհետեւ կարծես թե տոկոսադրույքը վերաֆինանսավորման բարձրանում իջնում է, բայց վարկի տոկոսները շատ չնչին, այսպես 1 կամ 0.5%-ով են փոփոխվում։ Այո, դա դրամավարկային քաղաքականության ըստ էության փոխանցումային մեխանիզմի առանձնահատկությունների մասին պետք է խոսենք։ Նայեք, վերաֆինանսավորման տոկոսադրույքը դա այն գործիքն է, որը կենտրոնական բանկը օգտագործում է, որովհետև որը որ կարելի ասել sense ուղղորդիչ կամ այն իրացվելիության, որը կենտրոնական բանկը տրամադրում է բանկային համակարգին, դրա գինն է։ Հիմա հարցը այլ թե արդյոք այդ իրացվելիությունը, որը բանկերը վերցնում են եւ իրենց նորմալ բնականon գործունեությունը կատարում են եւ դրա գինը արդյոք ինչ ձևով է փոխանցվում նաեւ այն պրոդուկտներին, որոնք որ իրենց տալիս է։ Այդտեղ տարբեր հնարավոր սցենարներ, երևույթներ կարող են տեղի ունենալ, օրինակ կարող են լինել բանկեր, որ իրենց կախվածությունը հենց այդ իրացվելիությունից շատ քիչ լինի, հետեւաբար դրա գինը իր համար իր ծախսերի կառուցվածքում շատ փոքր կարող է լինել բանկեր, որ բավականին մեծ լինի, դրանք կարող են տարբեր լինել եւ այլն։ Բայց դա միայն առաջարկի կողմն է, այսինքն թե բանկերը ինչ կարող են առաջարկել ելնելով իրենց ծախսերից, հաշվի առնելով որ կենտրոնական բանկը իրանց ապահովում է իրացվելիությունը։
Մյուս կողմը պահանջարկի կողմն է, այսինքն նույն բանկերը կարող են ասել, այո, մեր մոտ ծախսերը նվազել են, որտեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.75-ից հասել է 6.75, ծախսերը նվազել են, մենք կարող ենք մեր պրոդուկտների գինը էժանացնել, բայց այստեղ մենք հետո ինչ տեղի ունեցավ փաստացի կյանքում 23-24 թվականին հատկապես շատ մեծ պահանջարկ առաջացավ վարկային պրոդուկտների նկատմամբ, անկախ տոկոսադրույքների շարժից, հասարակության կողմից եւ սպառողական վարկերի, հիպոթեկի մասով հատկապես բիզնեսի ոլորտում շինարարության ոլորտը մեծ պահանջարկ ներկայացրեց եւ այլն։ Ստացվում է, որ ունեն բանկերը որոշակի ռեսուրսներ բնականաբար եւ այդ ռեսուրսները պետքա տրամադրեն, բայց ավելի շատ մեծ պահանջարկ ներկայացնող հատվածին։ Մեծ պահանջարկ իր հետ բերում է նաեւ լրացուցիչ ռիսկեր, նաեւ որովհետեւ եթե նայեք նախկինում 5 հոգի ստանում էին վարկ եւ ես ճանաչում եմ այդ 5-ին հաճախորդին, գիտե իրանց ռիսկերը, իրանք վերադարձելություն եւ այլն եւ կարող է իրանց տոկոսադրույքները իջացնել։ Եվ եթե բիզնես վարկերում նայում ենք, դա տենց էլ եղել է։ Բայց դրան զուգահեռ առաջանում են եւս 5 հոգի, որոնց ես չեմ ճանաչում։ Եվ որպես բանկ, երբ որ ես տրամադրում եմ իմ ռեսուրսները այդ չճանաչած 5 հոգուն, ես որոշակի ռիսկերի համար կոմպենսացիա եմ ուզում, արդեն ավելի մի փոքր բարձր տոկոսներով այդ մարդկանց հան։ Բայց իր ասածով, եթե պահանջարկը ավելացել է, պետք է գինն էլ ավելանար կամ գնաճել ունենայինք։ Հա, հիմա գանք, այո, հիմա գանք թե ինչու մենք գնաճ չենք ունենում եւ հիմա արդեն սկսում ենք տեսնել, որ գնաճ ունենում ենք, արդեն գնաճը սկսում է արագ գնալ։ Այո, դուք իրավացի եք եւ մենք 24 թվականին, 23 թվականից արդեն երկրորդ կեսից 24 թվականից ցածր գնաճային միջավայրում էինք ու պարբերաբար խոսում ենք թե ինչ միջավայր է սա, արդյոք սա այն վիճակն է, երբ որ տնտեսությունում պահանջարկ չկա եւ դրա համար է գնաճը ցածր, թե այլ ֆենոմենի հետ գործ ունենք։ Այստեղ է, որ այն գործոնային վերլուծությունը շատ կարեւոր է դառնում ու ինչ ենք տեսնում մենք։ Տեսնում ենք, որ եթե գնաճի զամբյուղը բաժանենք երկու խումբ ապրանքների, պայմանական ապրանքներ, որոնք որ ավելի շատ հենց իրանք գները որոշվում են, վաճառվում են պահանջարկից, դրանք հիմնականում ծառայություններն էին, մենք ասում ենք ոչ արտահանելի ծառայությունների մի զամբյուղ, տեսնում ենք, որ այդ հատվածում մենք ունենք բավականին բարձր գնաճ։ 6-7% 2023 թվականին, 24-ին իհարկե որոշակի նվազեց, 4%-ի շրջանակներում էր եւ այլն, այսինքն մոտեցել էր մեր այն ժամանակվա նպատակային ցուցանիշին, բայց դրան զուգահեռ ունենք մի խումբ ապրանքներ, որոնք հիմնականում ներմուծված պարենային ապրանքներն էին, նաեւ ներմուծված ոչ պարենը, որոնց մասով ունենք էական գնանկումներ։ Օրինակ պարենային ապրանքների մասով 23-24-ին մենք մոտ 10%, հետո 7% անկումներ ունեինք։ Այդ պարենային ապրանքները ըստ էության ընդհանուր գնաճը, որի մեջ երկու խումբն էլ կար, պահում էին ներքև։ Ու դրամավարկային քաղաքականության այսպես դիլեման այս փուլում հետեւյալն էր։ Մենք մի կողմից տեսնում ենք, որ բարձր պահանջարկով գնաճային միջավայր ունենք, մյուս կողմից տեսնում ենք, որ այո, դրսից եկող ցածր գնաճային ապրանքներով գնաճը քաշվում է ներքև։ Ինչ պետք է անել։ Կենտրոնական բանկի խնդիրը բնականաբար պահանջարկի գնաճը խնդիրը լուծելն էր։ Բնականաբար առանց անտեսելու այն մյուս կոմպոնենտը, հա, որը որ ընդ որում բավականին տատանողական կոմպոնենտ է։ Մեր խնդիրն էր այդ պահանջարկի միջավայրը կայունացնել, բերել գնաճ այդ պահանջարկով շարժվող գնաճը նպատակային ցուցանիշին մոտ, որ երբ որ այս մյուս կոմպոնենտը, որը որ ազդվում է դրսի գներով եւ տարբեր ոչ կանխատեսելի գործոններով, երբ որ դրանք ճշգրտվեն, մենք հանկարծ չհայտնվենք մի միջավայրում, որ երբ որ դրանք ճշգրտվեն, մենք օրինակ 7% գնաճի միջավայրում հայտնվենք։ Այլ ճշգրտվելու ժամանակ հայտնվենք 3%։ Շատ ճիշտ։ Ու հիմա մենք կներեք, ու հիմա մենք արդեն տեսնում ենք, օրինակ վերջի ամիսների ընթացքում գնաճը արագացավ, արդեն ունենք 2.5% գնաճ, ու երբ որ նայում ենք նորից կոմպոնենտներին, որոնք են, կրկին ծառայությունների մասով մենք գրեթե մոտ ենք 3% մեր արդեն նոր նպատակային ցուցանիշին, բայց այ մենք ունենք ներմուծված պարենի մասով բավականին բարձր նաև գնաճային։ Պարոն Ավետիսյան, այս նույն ժամանակահատվածում է իրական հատվածը, մասնավորապես արդյունաբերության մի քանի ճյուղեր բավականին լուրջ անկումներ գրանցեցին, քանի որ չէին կարողանում մրցակցել մեր ներքին շուկայում եւ ներկրվող ապրանքների հետ, քանի որ դրանք սկսեցին էժանալ, ինչպես նաեւ կորցրեցին իրենց արտահանման շուկաները, քանի որ դոլար, դրամ կամ ռուբլի փոխարժեքի այսպիսի կտրուկ փոփոխություններ ունեցան։ Այսինքն մենք կարծես թե ունենք տնտեսական աճ, բայց մեր իրական ավանդական ճյուղերը, օրինակ կոնյակագործություն, գինեգործություն, մսամթեք եւ այլն ունեին անկում։ Այսինքն լավ, այս շոկը, որ եկել է դրսից, գնալու է մի օր, բայց այդ ոլորտները ինչ են անելու, հա, այսինքն այս ոլորտների ազդեցությունը կամ այս ոլորտների ուսումնասիրություն արել եք դուք իրական հատվածի, արդյունաբերության հատվածի։
Այո, բնականաբար ես ինչպես նշեցի, ոչ միայն գնաճի դիագնոստիկա ենք անում, այլ նաև հենց իր պահանջարկի դիագնոստիկա, որտեղ հենց մենք խոսում ենք տնտեսական աճի կառուցվածքի, իրան շարժող գործոնների մասին եւ այլն, ու այո, իրավացի եք 22 թվականին մենք բախվել էինք մի խնդրի, որը ավելի շատ կարելի է բնորոշել հատվածային շոկ, տնտեսության մի հատվածը շատ դրական եւ շոկ էր ստացել, դա հիմնականում ծառայությունների ոլորտներ, այդ թվում հենց ֆինանսական ծառայությունների, զբոսաշրջային ծառայությունների, այսինքն մի հատվածը ստացել էր դրական բան եւ մի հատվածը որևէ տիպի դրանից օգտվելու ինչ որ ճանապարհներ էր փնտրում եւ այդ երևույթի ժամանակ սովորաբար ինչ է տեղի ունենում, հատվածային շոկի ժամանակ կենտրոնական բանկի գործիքները, որոնք ունիվերսալ են, բոլորի վրա հավասարաչափ են ազդում, մի փոքր իրանք բութ են, ճակերտ որ ասած չեն կարողանում լուծել։ Եվ մենք դեռևս 22-ից պարբերաբար մեր հրապարակումներում ասում ենք, որ այստեղ հատվածային քաղաքականության անհրաժեշտություն կա, եւ դա ըստ էության կառավարության նաեւ իրենց որոշումների դաշտում էր, ազդակներ, որ դա ընտրություն է ինչ-որ իմաստով կառավարության համար, արդյոք մեզ պետք է այս հատվածը որը որ դրական է ազդվել իրենց լրացուցիչ հարկել պայմանական տարբեր միջոցներով եւ դա օրինակ վերաբաշխել այնտեղ որպեսի հավասարակշռել այդ սեկտորային մանը թե սա նոր երևույթ է եւ մենք պետք է ընդունենք որ օրինակ այո ինչու պիտի պայմանական Հայաստանը միշտ լոլիկ արտադրի կարող ենք հիմա նաեւ IT ծառայություններ արտադրել եւ լոլիկ արտադրողները պետք է կամաց հաշտվեն այդ իրողության հետ եւ դուրս գան սա ինչ որ իմաստով նաեւ քաղաքական որոշում է թե ինչպես դա կառավարեց փաստացի կառավարությունը դա այլ հարց է թե ինչ ստրատեգիա վերցրեց բայց մենք երբ որ բախվում ենք հատվածային շոկի ժամանակ միշտ որոշումը դրա մասին է որովհետև եթե մենք տարբեր հատվածների օրինակ հավաքենք մենք նույնիսկ հանդիպումներ ունեցանք տարբեր եւ արդյունաբերողների եւ IT ընկերությունների ներկայացուցիչների կենտրոնական բանկը նաեւ իր նախաձեռնությամբ որպեսզի փորձենք քննարկել հասկանալ ինչ խնդիրներ կան եւ իրավիճակներ եւ եթե մենք տարբեր հատվածների նայենք այո մի հատ IT հատված ասում էր օքեյ ես շատ լավ եմ ինձ զգում պայմանական մի հատվածը որը շահել էր դրանից տուրիստական հատվածը իրանք շատ հրաշալի են զգում բայց կային հատվածներ ասում են մենք վատ ենք եւ թե ում է ուղղվելու քաղաքականությունը դա արդեն քաղաքական նաեւ որոշման արդյունք է որը կենտրոնական բանկի գործիքներով հնարավոր չէր այ մի բանը որը դուք նշեցիք արժութային ռիսկերի մասը այսա մի կտոր էր որը պայմանական մշտապես կենտրոնական բանկի հետ են ասոցացրել, բայց մենք պետք է հասկանանք, որ դա բիզնեսի ռիսկ է։ Երբ որ ես զբաղվում եմ արտարժութային գործառնություններով, դա իմ ռիսկի կոմպոնենտներից մեկն է։ Ինչու, որովհետև փոխարժեքի տատանավականությունը դա նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում կա տատանավականություն։ Բայց դուք եք ազդում այդ գործոնները։ Հարցը նա է, որ մենք դրա վրա ուղղակի ազդեցություն չունենք, ինչու որովհետև չունեք, դուք կարող եք դոլար գնել շուկայից կամ դոլար վաճառել, նույնիսկ ձեր հաղորդումը, որ ուզում ենք դոլար առնել, դա եւս մեր ազդակ է թողնում շուկայի։ Բնականաբար դուք ճիշտ եք, բայց այստեղ մենք արդեն բախվում ենք այլ ընտրության հետ, որը կենտրոնական բանկի ընտրության հարց է, արդյոք մենք ու հայտնի Մանդելի անհնարին եռանկյունու գաղափարով, որտեղ կենտրոնական բանկը ընտրելու երկու ճանապարհ ունի այդտեղ։ Կամ ընտրում է, որ ինքը կարգավորում է գնաճը, այսինքն գնաճի համար է պատասխանատու կամ փոխարժեքը։ Եվ այս ընտրության մեջ մենք պարբերաբար հենց կենտրոնական բանկի ներսում էլ մենք կարող ենք պարբերաբար քննարկում ունենալ արդյոք մենք պետք է գնաճը կառավարենք թե փոխարժեքին անդրադառնանք եւ դեռևս 2006-ին չենք կարող առանց փոխարժեքին անդրադառնալու գնաճը կառավարել հարցը նա է որ Մանդելի հենց այդ տեսությունը հենց դա է ցույց տալիս որ երբ որ կենտրոնական բանկերը փորձում են երկուսն էլ միաժամանակ անել, իրանք կամ հայտնվում են արժութային ճգնաժամում կամ հայտնվում են հիպերինֆլյացիոն ճգնաժամում։ Դրա ընտրությունը մյուս տարբերակը կա, որը Մանդելը պատմա, դա կապիտալ սահմանափակումներն են։ Այսինքն օրինակ այդ ժամանակ եթե որոշենք պայմանական երկիրը սահմանափակենք, կապիտալ հոսքերը չունենայինք, այդ ֆինանսական հոսքերը փակենք, այո, այդ ժամանակ եւ փոխարժեքը կայուն կլներ եւ գնաճի հարցն էլ կարելի ասել լուծված կլներ։ Դրա համար այդ ընտրությունը
այս 3 դրա համար անհնարին երանգյունի ասում, անհնարին երրորդություն նույնիսկ, որտեղ այդ 3-ի ընտրությունը պետքա կատարվի, դրանցից միայն 2-ը կարելի է ընտրել։ Բաց մեր դեպքում մեր կենտրոնական բանկը դեռ կարելի ասել 97 թվականից հիմնական ընտրությունը մեր կայացվել է գնաճի եւ կապիտալի հոսքերի, ազատ կապիտալ հոսքեր ունենալու երևույթի հետ, եւ դա նշանակում է, որ ըստ էության արժութային ռիսկը մնում է շուկայում, որը որ նաեւ նորմալ է, որովհետեւ արժութային ռիսկին բախվում են հասարակության միայն մի հատվածը, իսկ գնաճի ռիսկին բոլորը։ Այդ թվում են մարդիկ, որոնք հիշում եմ 2023 թվականի հոկտեմբերն էր, երբ որ փոխարժեքը սկսավ բարձրանալ, որոշակի խոճապային իրավիճակ կար, նույնիսկ հասավ 460-470, մարդիկ դոլար էին գնում եւ այլը, մոտ 1 շաբաթ կենտրոնական բանկը որևէ միջամտություն չարեց, եւ երբ որ արդեն 460-470, կենտրոնական բանկը հայտարարեց, որ ես գնելու եմ արտարժույթ եւ որոշակի քանակությամբ, շատ փոքր քանակությամբ նույնիսկ գնեց, եթե չեմ սխալվում, կտրուկ նվազեց փոխարժեքը։ Հիմա դուք չզսպեցիք այդ կտրուկ բարձրացումը, բայց միանգամից այսպես նվազեցեցիք, որը մեր տնտեսության համար եւ բնակության համար բավական լուրջ ֆինանսական հետևանքներ թողեցին։ Դուք ձեր գնաճով եք հետաքրված, բայց ձեր քաղաքականության հետևանքով դժում է շարքային քաղաքացին եւ բիզնեսը։ Նայեք, արժութային շուկայում կենտրոնական բանկի գործողություններ ունեն տրամաբանություն։ Մենք ու ես նոր խոսում եմ նրա մասին, որ այդ տրամաբանության մեջ փոխարժեքը որպես գործոն չկա։ Հա, երբեք մենք փոխարժեքի որևէ պատճառով արժութային շուկայում գործողություն չենք անում։ Այսինքն ինքը նորմալ բնական գործընթացով եւ պետք է արժևորվի եւ նորմալ բնական գործընթացով եթե պետք է արժեզրկվի, պետք է արժեզրկվի։ Եվ դրա հետ մենք բոլորս պետքա հաշտ լինենք, որովհետեւ դա նորմալ process է, երբ որ մենք կապիտալ հոսք ենք ունենք, պետք է արժևորվի, երբ որ արտահոսք պետք է արժեզրկվի։ Դա նորմալ տնտեսական process է։ Դրանից ածանցվող արժութային ռիսկերը ես արդեն խոսեցի, այդ ուղղությամբ մենք ընդ որում եւ այդ իրական հատվածի ներկայացուցիչների բանկային հատվածի նաեւ իրանց հետ համատեղ մի քանի միջոցառումներ կազմակերպեցինք, որ այդ տարբեր գործիքներով հեջավորման իրական հատվածը կարողանա այդ ռիսկերը կառավարել, որոշակի չի ասի շատ մեծ, բայց փոքր հաջողություններ ունենք, հարցը ընդամենը արդյոք իրական հատվածը այդ պահանջը ուզում է անել թե չէ։ Բայց հիմա անդրադառնամ այն հարցին, թե ինչու ենք մենք միջամտում արժութային շուկայում։ Մշտապես մեր հիմնական միջամտությունը բացառապես շուկայի ոչ թե փոխարժեքի շուկայի բնականon գործունեության համար է։ Այսինքն նայեք արտարժութային հոսքերը երբ որ գալիս են, դա օրինակ բաշխվում են տարբեր կերպ շուկայում։ Մեկի մոտ շատ, մեկի մոտ քիչ։ Եվ շուկայում դրանք իրար հետ փոխանակվում են, դրանից որոշվում է փոխարժեքը։ Բայց պատկերացրեք մի հատված է առաջում, երբ ինքը ամբողջությամբ կուտակվում է մի կտորի մոտ, որի արդյունքում շուկան սառում է կամ չի աշխատում բնականon։ Երբ որ սառում է, այդ կետում կենտրոնական բանկը միջամտում է, միջամտությունը ինքը ասում է ես շուկայի մասնակից եմ հանդես գալի, ում որ պետք է տալիս եմ կամ ում մոտ որ ավել է վերցնում եմ։ Չէ, հենց դա է հարցը։ Մենք միշտ շուկան է կարգավորում, բայց կան իրավիճակներ, ընդ որում սա միայն արժութային շուկային չի վերաբերվում։ Նույն արժեթղթերի շուկան Ամերիկայում եւ բոլոր տեղերում, հա, ասենք նույնիսկ այնտեղ կտրուկ միջոցների են վերում, բորսան են փակում, հա, դրանք նմանատիպ բաներ են, երբ որ շուկան բնականon չի սկսում աշխատել, այսինքն առաջանում են խնդիրներ շուկայում, այդ կետերում միջամտում ենք։ Օրինակ մեր 22-ից մինչև 24 թվականը եւ հիմա միշտ մեր քաղաքականությունը նույնն է եղել, նայեք, արժևորման մեծ ճնշումներ կար, բնականաբար փոխարժեքը արժևորվում էր, բայց եղել են իրավիճակներ շատ հաճախ, երբ որ շուկայում օրինակ 50 միլիոն կամ 100 միլիոն դոլար մեկ գործակալի կամ մեր գործարքի արդյունք է եղել եւ բանկային համակարգը կամ ինչ-որ մի բանկ ասել է ժողովուրդ, ես սա չեմ կարող կլանել, շուկան եկել է դոլարը առաջարկում է, ոչ մեկ չի ուզում, հա, ու այդ շուկան կանգնում է, ոչ մեկ չի առնում, ոչ մեկ չի ծախում, կանգնեց։ Այդ իրավիճակը արդեն սիգնալ է, որպեսզի մենք կարողանանք դա այդ կառավարել, որ բնականon գործունեություն է։ Այսինքն ասում ենք, լավ, ինչքան է պետք ընդ որ ավելցուկ կա, ոչ մեկին պետք չի։ Դա մենք քաշեցինք, մնաց սկսում է աշխատել։ Նույնը հակառակ ուղղությամբ, ձեր նշած իրավիճակը 23 թվականի, հա, հակառակ ուղղությամբ։ Հələ շուկան նորմալ գնանշում էր այն բոլոր ռիսկերը, որ այդ պահին կային, անորոշություններ եւ այլն, դրանք նորմալ ֆունդամենտալ գործոններ են կարելի ասել, բայց ինչ որ մի կետից դա փոխարժեքի հետ կապ չունի, հա, ինչ որ մի կետում շուկան ուղղակի կանգնեց, կապ չունի փոխարժեքի որ հատվածում է դա։
Եվ այդ կետում նոր մեր միջամտությունը գնաց։ Երբ որ միջամտությունը գնաց, շուկան սկսեց աշխատել, արդեն իրականում այդ ժամանակ ռիսկերը նաև որոշակիորեն մեղմվում էին, անորոշությունները մեղվում էին։ Գիտեք, այն Արցախյան իրադարձությունների ժամանակ էր, կային անորոշություններ, թե ինչա տեղի ունենում շուկայում գնանշումները մեծ տատանողականություն էր եւ այլն, արդեն մեղմվել էին ըստ էության եւ շուկան ինքը իրանով կարգավորվեց։ Այսինքն հիմնական մենք շարունակում ենք այդ քաղաքականությունը կենտրոնական բանկում, բացարձակապես շուկաները երբ որ բնականոնից շեղվում են, այսինքն ոչ թե գինը, այլ շուկայի գործունեությունը կանգնում է, սառում է շուկան եւ այլն տարբեր, այդ փորձում ենք միջամտել, հասկանալ խնդիրը ինչն է, խնդիրը լուծում ենք, որ շուկան սկսի աշխատել։ Շատ լավ։ Դրամարկային քաղաքականության այսպես մասնակիցներից մեկը կամ կրողներից մեկը հանդիսանում են մեր առևտրային բանկերը, որոնք վերջի տարիների ընթացքում բավականին այսպես դինամիկ աճ են արձանագրում պայմանավորված արտաքին գործոններով, նույնիսկ անցած տարի մաքուր շահույթը կազմեց 363 միլիարդ դրամ, որը բավականին բարձր եւ մոտավորապես 22% շահութաբերություն նույնիսկ ունեցան, հա, իրենց կապիտալի մասով։ Ըստ ձեզ, մեր բանկային համակարգը ինչ մրցակցային վիճակում է, արդյոք դուք տեսնում եք շատ խիստ մրցակցություն միմյանց միջև եւ դա իր ազդեցությունը թողնում է վարկային տոկոսադրույքների վրա, որովհետեւ այսպես պարզ սպառողի աչքերով նայելով կտեսնենք այդքան մեծ չի, հա, տոկոսադրույքների տարբերությունը, կարող է ինչ-որ այսպես պրոդուկտների մասով ունենանք, բայց գլոբալ առումով այս համակարգում ունենք բավականին մոտ գներ, հա, իրար եւ սպասարկման մասով եւ վարկերի տոկոսադրույքների մասով դուք այս դաշտի մրցակցային տիրույթը ինչպես եք ուսումնասիրում եւ ինչ գնահատականներ ունեք։ Այո, մրցակցության բանկային ֆինանսական համակարգի ընդհանրապես մրցակցության կտորը դա մեր կարևորագույն ուղղություններից մեկն է, որը ուսումնասիրությունների եւ նաեւ կարգավորման խնդիրը, հա, եւ վերահսկողության եւ կարգավորման խնդիրը եւս կենտրոնական բանկի տիրույթում է ու ասեմ, որ դա բավականին այսպես ասած մեծ ուշադրության արժանի տիրույթ է բոլոր վերլուծությունները այս պահին հա արկա համակարգի մասով ըստ էության ցույց են տալիս որ մրցակցության խնդիրներ սրված չկան առանձին դեպքերում իրավիճակներում առանձին հատվածներ հա ոլորտային կտորներն ու պրոդուկտների ոլորտներ եւ այլն գուցե այդտեղ որոշակի բաներ կան նաեւ այդ ուղղությամբ մեր բոլոր կարգավորումները աշխատում են հիմնականում բայց ըստ էության մրցակցության մասով խնդիրներ չունենք։ Ինչը որ դուք նշում եք, չունեք, այսինքն չեն մրցակցում, խնդիրներ չունենք, որ մրցակցում են, այսինքն մրցակցությունը կա, ավելին ասեմ, նույնիսկ մենք պարբերաբար հարցումներ ունենք, պարբերական, որը արդեն նաև սկսել ենք հրապարակային դարձնել վարկային պայմանների հարցումները բանկային համակարգի եւ վարկային կազմակերպությունների, որտեղ որ մենք տեսնում ենք, որ բանկերը հենց իրենք նշում են որպես մրցակցությունը կարևոր գործոն իրենց եւ ավանդային եւ վարկային պրոդուկտների կոնկրետ նաեւ վարկատեսակների մասով որպես կարևոր գործոն իրենց վարկային պայմանները փոփոխելու որոշումների մեջ դրանք մի պահ ուժեղանում են, մի պահ թուլանում են բնականաբար, հա, բայց մենք տեսնում ենք, որ այդ կոմպոնենտը բավականին լուրջ կոմպոնենտ է եւ իրենք գնահատում են բավականին լուրջ այսինքն մրցակցությունը կարևոր բան է իրենց համար, երբ որ իրենք որոշում են կայացնում ինչ-որ պրոդուկտի գինը որոշելուց բայց վերջին շրջանում արդեն խոսեցինք, որ մեծ պահանջարկ կար եւ ոչ մեկ բանկի, այլ ամբողջ բանկային համակարգի պրոդուկտների նկատմամբ վարկային դրա համար դա նաեւ համատարած բոլորի մոտ նույն տիպի վարկագծային բաներ ունեցել։ Թե արդյոք այնտեղ կան այսպես ասած leading բանկեր, որոնք որ փոխում են մնացածը հետևում են եւ այլն, սրանք ամբողջությամբ մեր ուսումնասիրության կենտրոնում են բնականաբար տենց երևույթներ միշտ լինում են, ասացի տարբեր պրոդուկտների մասով կարող են առաջանալ բանկեր, որոնք նոր են ներկայացնում այդ պրոդուկտները, մյուսները ընդհանրապես օգտվում են։ Ձեր պատմության մեջ ունեցել եք այդպիսի դեպք, որ բանկային համակարգում այսպես օրինակ հակամրցակցային համաձայնություն ա եղել եւ դուք ինչ-որ բառեր եք նախատեսել։ Եթե նայեք, ես ինքս այդ քանի որ դա մեր վերահսկողության ոլորտի տիրույթում էր, ես ինքս շատ չեմ խորացել այդ հատվածում, բայց հիշում եմ եղել են իրավիճակներ, օրինակ արժութային շուկայի նաեւ մանիպուլյացիոն ինչ-որ կետեր, հատկապես օրինակ 14 թվական, եթե չեմ սխալվում, որոշակի իրավիճակներ տարբեր եղել են, որոնց մասով որոշակի
վարույթներ կան եղել են եւ կարծեմ նաեւ նույնիսկ կենտրոնական բանկի նախագահ այն ժամանակ հայտարարեց այդ տիպի հայտարարություն արել էր այդպես տիպի երևույթների մասին, նաեւ որ մենք բավականին խստագույնս ենք մոտենում այդ տիպի ցանկացած չարաշահումների կամ հնարավոր դեպքերին, բայց հա դրա մի մասը բնականաբար գաղտնի են, որովհետեւ դրանք կարող են ֆինանսական կանոնության խնդիրներ առաջացնել, եթե հրապարակային դառնան, մի մասը, որը նաեւ հրապարակային են, բայց տենց իրավիճակներ այո եղել են եւ դրան համապատասխան համարժեք արձագանքներ նաեւ կենտրոնական բանկում դրան։ Շատ լավ։ Մեր բանկային համակարգը այսպես այս բանին կազմված մոտ 18 բանկերից, բայց մտահոգիչը կայանում է նրանում, որ վերջին տարիների ընթացքում տարբեր պատճառներով, օբյեկտիվ, սուբյեկտիվ, այսպես տարբեր քաղաքական, անվտանգային գործոններով կարող է պայմանավորված լինել, մի շարք միջազգային բանկեր Հայաստանից դուրս եկան կամ իրենց մասնակցությունը նվազեցրեցին։ Եվ դրան զուգահեռ մեկ այլ խոշոր այսպես բանկ եկավ Հայաստան եւ ձեր բերեց ամենախոշոր բանկը։ Այս երևույթները ինչպես կարող են ազդել մեր բանկային համակարգի մրցակցության, կայունության վրա։ Բնականաբար եւ մրցակցության եւ ես կասեի ոչ միայն մրցակցության, նաեւ նոր գիտելիքի, նոր տիպի տեխնոլոգիաների կիրառման, նոր մոտեցումների, կառավարման մեթոդների իմաստով մեր համար ոչ միայն բանկային համակարգում, ընդհանրապես տնտեսությունում նաեւ շատ կարեւոր են, որ մենք ունենում ենք նոր խաղացողներ, նոր մշակույթ, հիմնականում դրսի օտարերկրյա կապիտալով ընկերություններ եւ այլն, որոնք բերում են այդ ամբողջ գիտելիքը, միջավայրի վրա են ազդում, փոխանցում են նաեւ ինչ որ իմաստով։ Նույնը օրինակ IT ընկերությունները վերջերս որ տեղափոխվեցին, բավականաչափ փոխեցին նաև հայկական IT մշակույթը եւ այլն։ Այդ իմաստով բացարձակապես դա իմ կարծիքով դա դրական երևույթներ են, երբ որ մենք ունենում ենք։ Վերջի շրջանում, որ մենք տեսանք ինչ որ ընկերություններ դուրս եկան հայկական շուկաներից, եթե կոնկրետ HSBC ընկերության մասներ, դրանք ավելի շատ իրենց գլոբալ ստրատեգիկ որոշումներ ունեն, դա Հայաստանին բնորոշ բաներ չեն, նույն այդ ընկերությունը բոլոր շուկաներից էին դուրս գալի որոշում կենտրոնանալ իրանց մոտ կամ գլոբալ ստրատեգիաների փոփոխության արդյունք էր, ոչ թե սպეციფიկ Հայաստանի կոմպոնենտ, եթե սպეციფიկ Հայաստանի կլիներ, այդտեղ գուցե մտահոգվելու խնդիր կունենայինք, պետք է հասկանանք մեր միջավայրում ինչն է խնդիրը, բայց նաև դրան զուգահեռ տեսանք, որ շատ ուրիշ ընկերություններ, որոնք որ նախկինում մեր շուկայում չէին, արդեն մտան մեր շուկայի մասնակից դարձան եւ այլն։ Այսինքն արտադրողականության, շուկայի զարգացման, էֆեկտիվության եւ մնացած այդ մրցակցության իմաստով միանշանակ դրական երևույթներ կունենանք իմ կարծիքով, ֆինանսական կայունության մասով իհարկե մարտահրավերները շատ ավելի մեծանում են եւ կենտրոնական բանկի առաջ եւ համակարգի, որովհետեւ մենք եթե ունենում ենք լուրջ խաղացողներ, մեծ ֆինանսական պոտենցիալով նաև խաղացողներ, ֆինանսական կայունության վերաբերմունքը նաև կենտրոնական բանկում պետք է ավելի լուրջ լինի, ավելի նաև եթե նախկինում փոքր երկու բանկ էին եւ շատ հնարավոր էր դրանց վերահսկողությունը անել, շատ հեշտ էր տրամաբանությունը նույնն էր, հիմա պատկերացրեք ունենք մեծ խաղացողներ, լրիվ նոր մտածողությամբ, նոր մշակույթով, նոր կառավարման համակարգով, նաև համարժեք մեր վերահսկողական կարգավորման դաշտն էլ պետք է համարժեքորեն իր կարողությունները բարձրացնի։ Այդ իմաստով նաև դա մարտահրավերն է կարելի ասել, բայց լայն իմաստով դա բացարձակապես իմ կարծիքով ավելի շատ շուկայի դրական ազդեցություններ կտա իր բնականաբար կառավարելի ռիսկերի շրջանում։ Անկեղծ իմ մտահոգությունը կայանում է նրանում, որ մենք կարող ենք ունենալ այսպես վրացական փորձը, երբ որ երկու բանկեր իրենց ձեռքում կենտրոնացնեն ամբողջ բանկային համակարգի 60-70%-ը, որը կարող է բացասական ազդեցություն թողնել շուկայի վրա։ Դիցուք, եթե այսպես մի խոշոր բանկ է հայտնվում Հայաստանում եւ սկսում է օրինակ ցածր տոկոսադրույքով մեծ գումարներ բաշխել, ինչ կարող է անել կենտրոնական բանկի այս պարագայում։ Նայեք, եթե դա դրամային ակտիվների մասին է, ըստ էության, դա նշանակում է, որ ինքը ունի դրամային շատ իրացվելիություն։
Երբ որ ինքը ունի դրամային շատ իրացվելություն, դա բնականաբար դրամային շուկայի տոկոսադրույքների վրա ազդելու է։ Այդ թվում հենց կարճաժամկետ դրամային շուկայի տոկոսադրույքների վրա։ Այդ դա կենտրոնական բանկի կարգավորման դիր, այն որ մենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխում ենք, դա փոխում ենք եւ մեր առաջին գործառնական նպատակը հենց դրամային շուկա ոչ թե կթանկացնենք, այլ այդ ամբողջ իրացվելությունը մեր գործիքներով մենք կքաշենք, որպեսզի դրամային կարճաժամկետ շուկայի տոկոսադրույքը կտրուկ ճիշտնի եւ համարժեք լինի միշտ մեր վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Իսկ եթե դոլարային է։ Իսկ եթե դոլարային է, դա բնականաբար դրա ավտոմատ կարգավորիչ գործոնը կա, որը փոխարժեքն է եւ փոխարժեքը ավտոմատ կարգավորելով այդ նույն ընկերության առաջ հարց կբերի։ Այդ ակտիվը, որ դուք տալիս եք, հիմա արդեն իր գինը, որը փոխարժեքն է, այլ կլինի, հա, արժևորված կլինի։ Երբ որ այդ մարդը հետ բերի արդեն արժևորված դոլարով, դուք գուցե կորցնեք։ Այսինքն այդ դրա համար ինքը ավտոմատ կարգավորիչ է դառնում ինչ-որ իմաստով, երբ որ դա արտարժութային միջոցների մասով է։ Բայց բնականաբար այդ երևույթները այլ հարթություն ունեն, այլ որ խոսում ենք փոխարժեքի շուկայի, արժութային շուկայի մասին, բնականաբար թե մեկը մի խաղացող շատ մեծ ծավալի մեկ գործարքով իրացվելություն ինչ որ անի արժութային շուկայում, բնականաբար դա արտարժութային շուկան մեր պատկերացրեք կկանգնացնի ուղղակի, այսինքն կխաթարի շուկայի գործունեությունը, կլինեն մի վաճառող կամ մեկ գնորդ եւ ոչ մի գնորդ կամ ոչ մի վաճառող։ Երբ որ կանգնեց, դա այնտեղն է, որտեղ կենտրոնական բանկը իր գործիքներով, այդ թվում հենց արտարժութային ինտերվենցիոն գործիքներով կմաքրի այն հատվածը, որը շուկային խաթարում է եւ թույլ կտա, որ շուկան բնականon աշխատի։ Այսինքն ու սա նորից ես նշեմ, ոչ միայն արժութային շուկային է վերաբերում, դա բոլոր ակտիվների շուկաներին է։ Եթե մենք մի ինչ-որ ժամանակ անց ես հույս ունեմ վստահ եմ կունենանք նաև ընդհանրենք արժեթղթերի շուկաներ, հնարավոր տարբեր այլ տիպի ակտիվների շուկաներ, նույն տրամաբանությունն է կարծում աշխատելու, եթե այդ շուկան մեր համար կարևոր է, տնտեսության համար կարևոր է, իր գործունեությունը մեր համար կարևոր է լինելու։ Եթե մի խաղացող փորձի այդ շուկայում մեծ ծավալի գնում կամ վաճառք անել եւ դրա արդյունքում շուկան կանգնի կամ բնականon գործունեությունը խաթարվի, պիտի մտնենք այդ շուկայում որոշակի միջամտություն անենք։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր քննարկեցինք դրամավարկային քաղաքականությունը, թիրախը, գործիքները, խնդիրները, ընդհանուր բանկային համակարգի միտումները։ Այս քաղաքականությունը վերաբերում է տնտեսության բոլոր հատվածներին, հետևաբար մենք պետք է տեղյակ լինենք, հասկանանք, ինչպես է այն մշակվում, կյանքի կոչվում, քանի որ դրա հետևանքներից շահում կամ տուժում ենք մենք։